Ես Վարդանյան Վարդանուշ Գյորգիև, քաղաքը Կիրովաբադից եմ, մենք Կիրովաբադից ենք, ծնվել ենք Խանլարի Զուրնաբադ գյուղում, գյուղ ունենք էլի մեծ, ոսկնապատա, հիմա այնտեղ ոսկնապատա, բայց ապրել ենք Կիրովաբադում, Իբրագիմ Ալիև քիչում փողոցում, Բյուլբյուլ փողոցը, տանք սաղ մեր պասյոլոկ իտերից ենք մենք, դաժան, շատ դաժան այլել, 71 թվին, 71 հլե 70 թվերից, ստեղից, Սարմուսավան գյուղից, Հայաստանի Սարմուսավան գյուղից, Սարմուսավան գյուղը եկան ու Կիրովաբադ, որ դրլավ տներ կար առան, մեր կողքի հարևանն եկավ այդ տունը վերցրեց, իրան տունը ծախեց, այդ թուրքերը առան, եկան առան, շատ եկան առան, Պարսկաստանից բանից, սաղ եկան լավ տները առան, ու մեր կողքին թուրք է ապրել, բայց հայերեն գրականն իրանք խոսացել, մենք էլ գրական չէինք իմանում, այդ Զեյնալ ձյաձեն հարցնում էր, այ Վարդուժան, մի քիչ գրական խոսա, գրականը սովորեցեք, էսա ժամանակ կգա, դուք կեթակ Հայաստան, Հայաստանի թուրքերը լրիվ կգան աստեղ, Ադրբեջան, աստեղ կբնակվեն։ Այդ ձեզ ասում եք ձեր հարևան ադրբեջանցին։ Ադրբեջանցիներն է, ասի Զեյնալ ձյաձ, բա Հայաստան թուրք է, ասես վայ Վարդուժան, Հայաստանը, ամբողջ Հայաստանը սաղ թուրքերով շրջապատված են։ Հիմա նրանք գալու են ստեղ Կիրովաբադ ու ստեղից էլ դու գնալու եք Երևան, դե գրականից խոսա։ Ոյ, ասի ես չեմ գնա Երևան, բա որ սաղ թուրքեր են, բա տենց։ Բայց տեղափոխվեցին, ու ոչ մեկը սաղ անիսկ են տալի ամեն ինչի ձևով խոսում են, բայց մենք անիսկ չենք տալիս, ես մի բառը ես քեզ ասեմ, նրան 4 տղա ունի, Իսա, Մուսա, Մուստաֆա, Կուլու, 2 աղջիկ ունի, փսնել հետերները շատ կապված ընկլել իր հետ, նրանց ցավը տանում, այդ տղեքը փողոցը պահել են, ասենք ամեն մեկը մի տուպիկում կաղնել են, Ադրբեջանցիները պահել են հայերին այնտեղ։ Երևանի ադրբեջանցի, քեր ոչ թե Կիրովաբադի։ Հու եկել են դրանց հետ կռիվը սկսվել է, ուժը որ արդեն փողոցը կտրատում են, ջարդում են, մտնում են, այդ տղեկը կանգնել են ասել, ստեղ ոչ մեկին ձեռք չեք տալու։ Սրանք մենք հետ արդեն 10 տարից ավել է մենք իր հետ ապրում ենք։ Դրանք պահել են մեր ընտանիքը։ Մնակ իմը ոչ էլի, լրիվ ընտանիքները պահել են։ Իմ աղջիկս էլ ասի Արաքսիա, հիմա այս քարերը երեխես հավաքել, բերել դարբասից, լավ տներ ենք ունեցել, դարբասից էսյան լցրել, տատս էլ բանը, ասա, տատիկ, ասլա, քարերը դրսում միտիր է, թուրքերը մեզ վրա հարձակվելու են, հայացում պահի, որ իրանց խփենք, այդ Իսան ասլա, ցավը տանում, ես քեզ չեմ թողի, որ թուրքի բաժինը լես, էլի, ես կամ, ու քանի տարի 4 տարի մեր տունը իրանք նայել են, մեր տները նայել են, չեն կարացել գնանք, փոխենք, ծախենք, իրանք են պահել, բանալինի աստրքին, ասում ենք, որ լավ կլենք կիկյա կծախենք, ու դենց տեղափոխվել են ամեքը միանից, գյուղի բնակիչ ասենք, հայրականս գյուղը, տատս, 88 թվին են եկել փոխել գյուղը գյուղի հետ, ընդեղ էլ ոսկնապատ, ստեղ էլ զոդը, սոտք էլի, այդ սրանք լավ են ճանաչել, Օմարով եկել են մեր գյուղերը բան արել, փոխանակում բան արել են գնացել Օմարով, Օմար Սարով, սրանք իմացել են, որ տուննա լավը, հետ փոխեն, ինչ անեն, բան, դες գյուղի հետ փոխել են, տունը տան հետ փոխել են։ Կիրովաբադում դուք ականատես եղել եք ջարդերին։ Մեծ աղբերս, չեմ էլ ուզում որ հիշեմ, մեծ աղբերս Ալիմիստրոյ ենք ասում, Կվարտիրում է ապրել, բայց մենք ասենք սեփական տներում ենք ապրել, ու մեծ աղբորս էլ թուրքերը օգնել։ Երեխեքը պատեզից բալկոնով անցան գցրել տեխնիկոմի դասախոսի տուն, թուրքերն էլի, սաղ թուրքերն էլի, ու բալկոնով երեխեքին տալ են, 3 տարեկան, 4 տարեկան, մեկ էլ մի տարեկան երեխեքին, ու իմ աղբորս տանկով են հանել այդ Ալիմիստրոյի քաղաքից, տանկերով բերել են եկեղեցի, մեր հայկական եկեղեցի, ժամի շկոլ ենք ասել,
12-րդ դպրոցն էր հայկական։ Բերել են սաղ այդտեղ, հավաքվել ենք այդտեղ։ Այդտեղից բանով Սամալյոտներով արդեն ուղարկել են այնտեղ ով ասելա Երևան եմ գնում, ով եսի մոտը, այնքան որ հանեն, բայց թուրքերը օգնել են, էլի մենց, ասենք թա խոսքի կոնտեյներները բերել են, կանգնեցրել են, օգնել են։ Դե ամենաահավորը Սումգայիթն այլև, Սումգայիթի ջարդերից սաղ ժողովուրդը աղոդողի մեջ շատ եկեղեցում են մնացել, եկեղեցում Գետաշենը, որ հսկայական Գետաշենը, Առնախում Գետաշենցիկ, այդ թուրքերի մեջով, օմունների մեջով, մեքենաները սաղ բարձածանասուն, ուտելիք, բան, բերել են Կիրովաբադ քաղաքի, ժողովուրդին եկեղեցում հաց են սարքել, ուտեցրել, մինչև տեսնանք ինչ է կատարվում։ Ահա որ, պատուհաններից երեխեք էին բռնում շպրտում Կիրովաբադը։ Հա, Կիրովաբադը, ինչ։ Դրանք գիտեին, որ ասենք թա, որ պատերազմ, որ դեղ թուրքա հայ ապրում, դե խառ ապրել ենք, բայց որտեղ հայ ապրում, որտեղ թուրք։ Նայած որ շենքի բնակիչները ինչքան են կապված իրար հետ։ Օրինակ ասենք թա իմ աղբորս հետ որ ասում տարելա բալկոնից բալկոն երեխեքին տեղավորը Են մի հարևանն вообще մի աստված արել իմ հարցս որ շաբաթ կիրակի չգար զանգեր ասենք Ռուսաստանից այդ իրանց Թազագուլբաջի են ասում նրա նակմերն էր չեր ապրի նայա պահել ասենք թա ու նրանց մոտ սենց օրենք էլ կա եթե խոսքի խոսում ենք բայց ասենք եթե նրանք իրանց գլխի այդ կասինգայք ասում ինչ են ասում լաշակ են ասել իրանք թուրքերը եթե նա իրան կասինգեն հանելա թափահարը այդ կինը խոսքի թուրքի այդտեղ ոչ մի թուրք չի մտել որ այդ պատերազմի ժողովրդին հայերին մեկ ու մեջ են իրել որ փրթեն բայց դիմասները իլելա երեխեքը պատերազմի շպրտել են պատուհանի շպրտել են վիրավորել են ջարդել փշրել կտրատել ամեն ինչ էլ արել են շատ ահավոր արել բայց էլի մենք փարքասու Սումգայիթի նման չենք լել Սումգայիթը вообще ահավոր արել Սումգայիթը մտել ու առաջի անգամ ջարդնդեից հասկսել Սումգայիթը սպանել են տեսել են որ ահավոր է ինչ անան դե փռված են ժողովուրդը լացելով բանելով որ գալիս են Ալիև թաղածը ասֆալտը քանդելա սաղ դիակները բուլդոզերի տակտով ակել ու վրեն ասֆալտ երել Սումգայիթը ահավոր արել Մինգիչավուրը ահավոր արել դե բայց ասեն Գետաշենն էլ ամենավերջում դուս եկա մերոնցից օրինակ իմ տեքերը բանը մանաշիդից են իրանց գյուղերից են հա դրանք եկած են ժողով որ դրան ինչ անեն ոնց են պաշտպանում Գետաշենը շատ ուժեղ հսկայական գյուղ այլ Առնախում թուրքերի մեջին փակված նրանք պայքարել են միջև վերջը պայքարել են միջև ռուսը մտելա ու իրանց դուրս անեն էլի իմ բաբոս ասում էր Գորբաչով կստահանելի ասած Գորբաչովը սաղարեց թե չէ Գորբաչովը ռուսը մտած չլներ էլի գետաշենցիները մնալ բդին ըտը հնցել կտրելու էին Շահումյանով բանով Ղարաբաղով էլի մնալ մեծ Իսկ Կիրովաբադում դուք ոնց դուրս եկաք Կիրովաբադից դուրս եկաք մի ես այդ ժամանակ մի աղջիկս ընդ արել երկուսը ես բերել էի Երևան մի աղջիկն էր մնացել ամուսնուս բարեկամները ինչքան որ երեխա ենք ընդ թողել ասենք Ադրբեջանի համար արել բերել են Կազախով փոխանակում են արել երեխեքին շատ ահավոր ասում Արաքսիաս 3 տարեկան արել փոխանակում են գրել որ այդ Կազախը կարան կան անցնեն էլի Թողուզիտենյան դե Տավուշի մարզից հա Տավուշի մարզը հա դեստը ենք իմացել Տավուշի չենք իմացել այդ մեր փեսեն իրան ավտոն Ադրբեջանի համարներ արել մեր երեխեքին լսել մեքենայի մեջը մի կերպի այդտեղ այդ Կազախում Իջևանի այդ գրանիցում երեխեքին փոխել մստուվել ու ինքը նորից գնացել բայց իմ հորեղբորս աղջիկը հա հենց վախից
կներես էլի վիժեց, տարանք Իջևանի հիվանդանոցումը այդտեղ մաքրեցին, բան արեցին 8 տարի մնաց, քանի տարի իսկ երեխա չէր բերում, մի հանգո մի աղջիկ երեխա ունեցավ, քանի տարից հետո մեծ երկար չապրեց, մահացավ։ Որ շատ դաժանալ է, դե չենք իմանում, որ դուրս են գալու, մեզ չեն ասում, որ դուրս են գալու, մեզ ուղղակի հանեցին, տեսանք, որ ուժը լցվել են արդեն, հանեցին մեզ տարան եկեղեցի, հայկական եկեղեցի, ժամի դպրոց ենք ասում, ժամի շկոլ ենք ասում, ժամի եկեղեցին։ Այդ եկեղեցուն դե բր, լաց, կոց, շիվար, բաներ չենք վերցել, ոչ դակումենտ, ոչ եսի միջի իմանային, դռները փակել ենք ու գնացել։ Հետո արդեն մի քիչ խախանդվեց, սկսեցին տները փոխանակում անելը Մասիսի հետ, Մասիս գյուղի հետ փոխանակում արեցինք, տները եկան բանը, Մասիսի այդ նայողնը, մեր տունը որ արենք փոխել ենք, ասեմ որ թիմնաթիվը միտը չէ, բանում, հրապարակում ցույց արեցին, միտինգ արեցին, որ դե որ մեր հայերին թուրքերը ընդեից վրընդել են, մենք էլ ուստը թուրքերին վրընդենք։ Հրապարակում ցույց արեցին ու եկան։ Այդ ժամանակ արդեն իմ տեքերս, ամուսինս գնացել էին, որ մեր վեշերը Թուրքիի հետ փոխենք, Իրզագուլի է անունը, որ Իրզագուլու տան հետ մրտունը կիրաբադ հսկայական տները փոխենք, Մասիս ենք, Դաշտավան գյուղում ենք մենք։ Հա, դե սպասում էին, մեկ էլ տեսանք ցույցի ժողովուրդը այդքան ցույց արել հրապարակում, փոստի մոտը, ցենտրալի փոստը։ Այդտեղից արդեն սա հավաքվեցին ու եկա ամբողջը քաշուպրտում ինտրակացնում ինտները բան։ Մեր իմ դեկորս կնգա հերասները հենց անկյունումնա Մասիսի առաջի փողոցունա։ Մերը մի քիչ էյանա գնում, հա։ Հա, եկան ու սկսեցին պայթեցնելու թուրքի տները տրակացումին, դե մնքել երեխեքը, այդ վախնալ ասիկոս, սաղ երեխեքի մեջին, սաղ երեխեք են, երեքը իմնա, երեքը իմ տքորսա, երեքը մի տքորսա, այդ իմ տքոր կնգա աղբոր երեխեքն են, ոբշում, ազգը սաղ հավակվել են այդ առաջ տունը, որ փոխել էին Մասիսի հետ, ըտեինք սաղսը։ Միջև մրվեշերը գա տանն բերեն, մրը մի քիչ էյանը։ Էլի ասիկոս բալկոնից ուվերին գավ երեխեքը խշացի վախից բալկոնից ուվերին գավ քրփես մեհանգով ազատացինք, հա, դե մտան տուն ուժը տրակացրին, սաղ Մասիսի թուրքերին ոն արեցինք մենք, ոն արեցինք, հետո մեկ էլ գնացինք, որ այդ Իրզագուլին գնացել է, ստեից վեշատ տարել, մեկ էլ մրվեշը պտի բերեն, դրա տղեն նայողն է, Մասիսի գուղական աշխարի նայողը։ Դե մենք տները հավաքում ենք, որ կիսրուս գա հավանի տներին, մտի են ինչ տներեր էլ դուսուս։ Են դիմացից ասել են վա Իրզագուլու հարցներն են, ուզել են ինձի կրակ են։ Մեկ էլ են կողքին ասոց, արա դրանք ոնց որ եկել են տները փոխել, մի խփի հլատասնակ, Իրզագուլու հարցները ուրիշ գյուղ են տարել, անսկսել որ չխփել։ Հա, մեկ էլ են հարևանը գորած, ես ասաց, աղջի ասում, լավա կրակացի մեջ, քեզ ուզում են խփեին, որ գիտեին հայերն էին ինձ խփում, որ գիտեին Իրզագուլու հարցունս։ Ասի, այդ մերն են դրանք, ընդը խփեն, ուր գնանք բաստեղից։ Դե մեկ էլ ստեղել արդեն տատիկս ահա որ վիճակով են եկել, 88 թվի նոյեմբերն էր, չէ, հա ձունու սակվա, չէ, 88 թվի հոկտեմբերին իմ տատիկս եկավ ստը, զոդի տեղը չէինք իմանում։ Դոք իրաբարնը գանջա, գանձակա, հայկական գյուղերա, գանձակա, գյուղ չէ, հսկայական երկրորդ մայրաքաղաքնա բանի Ադրբեջանի, գանձակնա, մենք ասենք ըտը գանձակը գանջաչայ գետ կա, էդի կիսված է երկու մասի, էսյանը թուրքերը արիմիստրոյ, հայերի հետ, ռուսների հետ ապրել են սրով, էյանո դե վաբշե թուրք բառը չի եղել, թուրք չի եղել մեր պասյոլկն։ Այդ պասյոլկն սաղ կապելա մեր գյուղերի հետ, ասենք խանլարի շրջանն ակյացել, խանլարին հարյուրավոր գյուղ ունի,
Էսյանից գետաշենի վրա են քացել գյոլ մարալ գյոլ տո տե վրա են քացել էյանը մրգյուղենա Զուրնաբադ Միրզիկ բայց թոփալ հասանու են ասել մեծ թուրքի գյուղը մեջով գնացել են եկել են բայց իրանք մեզանից բախել են էլի դից վնաս չեն տվել մեր ավտոբուսները են գնացել եկել ընդդեղից արդեն Զուրգեսնա հոսանքա տալիս էր ամբողջ այդ ռայոնին Զուրգեսնա Միրզիկնա Բրյաջուրնա Դաշկեսաննա Էսյանի թեով էյանը մեր Զուրնաբադնա ու դրանցելի սարերի Օմարի տակն ընկել մենք Էսյանով որ շուր է տալիս մենք մեր գյուղը ոսկնապատը Օմարի տակն ալել հարուստ ալել էլի ոսկի ալել ամեն հինչել եղել անտառը շատ լիքը բան անտառները ուժեղ այդ Իջևանի Դիլիջանի անտառների նման խիտ անտառներ հարստություն ալել ընդդեմ մենք լավ ապրել ենք ամեն ինչեր ելել ամեն բույս դե հիմնական մեր պաշոլքում ասենք դերում դրանց մի քանի հոգի մահացած կլինեն վախից արդեն հարձակվել են վախից բայց շատ զոհը տվել են ալիմիստրոյում այդ նո ալիմիստրոյում են տվել որովհետև կվարտիրը այլել իմացան ոսը թուղթը կիաս գիտի ստը թուրքասը հայա թուրքա մտել հայերի տուն չեն կարացել պահկվեն էլի մի անգամից ա եղել էլի դե դրանց կազմակերպված այսինքն իրանք արդեն պատրաստվել էին որովհետև իրանք գիտեին էլի գալիս էին ու ջարդ խորթանում բայց ասենք լավ տները ալել կային մարդիկ օրինակ ասենք թա եղել են մարդ որ տունը չի եղել տունը չեն ունեցել բայց դե Կիրաբադում են ապրել լավ ապրել են ուրիշի տան են գցել բայց դες մարդ տունդը դες պենչիլ են որ ապրեն օրինակ այն նեգրիլեն ամպանը իմ քերուտանն են գցել բայց ինչ որ իմ քերուտունը բարձանում է երկրորդ հարկը ամբողջ Ադրբեջան, ամբողջ Կիրաբադը երևում էր։ Դա այդ կամտները իմ քերին տուվելա, դրանք դրի կցոլն։ Բայց դա տուն չի եղել։ Բայց եկել են սա մի քանի տուն են վերցրել։ Էլի քանդել ես իմ հիջրել, բայց հիմնականը սախ լավ են ապրել, լավ հարուստ են ելել, գնացել են խոպանները, փող, բան, ամեն ինչով բերել են, սարքել են, շատ ուժեղ տներ են սարքել։ Մեր տները ընդ շատ ուժեղ ալի։ Ստեղ ընդեղ համեմատելով вообще իրանից ոսոր մասի սարը հերում ընձանից այլ դեպիա ընդ ուրիշ ալել ընդ ապոստը բանը լավ ալել դե մի մասը քինացին Ռուսաստանները արդեն կրացին փոքրեն քինան եկեղեցու մոտ իմիջալոս շատ եկել են Երևան սամալյոտներով եկել են Երևան ու Երևանից արդեն չեն կարացել հարմարվեն ժողովրդի հետ բան ու սամալյոտը նստել են այնքան որ թրջեն Ռուսաստանները ու դե Ռուսաստան համարյա հաշվի մի հատ Կիրաբադ Ռուսաստան ընկացել իմ ամուսինը լավ է գիտում 88,000 գերեզման են թողը 88,000 թե 100,000 այդքան հարակի շատ հայ են ելել գերեզմանը շատ ուժեղ գերեզման ալել մեռած թաղածը սախ գետնի հետ հավասարացրել է մեծ պաշոկասարքը քաղաքասարքը մեր գերեզմանները մեր Յուրի Դանիելյանի գերեզմանը ես իմ ինչքան միլիարդ համարյա հաշվի թե Մոսկվայի դամբարանը Լենինի դամբարանը հələ փարքա էնի Յուրի Դանիելյանի գերեզմանը կսը ոսկուց կսը ես իմ ինչքան դլն որ գնում էինք ասենք թա պարադի նման գնում էինք դրա գերեզմանն էին գնում շատ քարտաշների ասենք թա քարտաշին ինչ են ասում են որ գերեզմանի քարեր են սարքում հենց գերեզմանում այդ քարերի գործը կա դրանց ընտանիքից որ մարդ համահացել երկու հարկանի նրանք խողի մեջ չեն դեր դամբարանի նման սարքել են մենք էլ տող գնում էինք դպրոց գալիս էս պաշոլկա ինչքան ասում երևի Վարդենիսի տարածքը այդ մեր գերեզման ալել Կիրաբադի գերեզման ալել ռուսը լայել ռուսներն են շատ ելել հայերն էլ բայց հայերը շատ ծախսեր են ելել այդտեղ էլի մեր հայերը շատ են ծախսում հիմա էլ Ռուսաստանը աչքի ընկած ինչ գերեզմաններ են սարքում ինչ քարեր են սարքում
չենք հովանում, ինչ անենք։